Գյուրջան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Իմիջիալոց գազաֆիկացման հետ կապված եւ ճանապարհի հետ կապված հիմա սենց իրավիճակների ենք բախվում եւ ստե խնդրեմ կա իրականում։ Ասենք նախորդ օրը համայնքներից մեկում մի քաղաքացի ասում է, որ չգիտեմ, ենթադրենք 20 տարի իմ տունը ճանապարհ չունի, գազ չունի եւ այլն։ Բնականաբար հետաքրքրվում եմ, ինչի մարդու տունը գազ չունի կամ ինչով կարող ենք օգնել։ Հիմա հասկանում եք, պարզվում է այդ տունը հիմնական բնակավայրից, ասենք 5 կիլոմետր կտրված մենավոր տունը։ Հա իրոք չունի ճանապարհ, իրոք չունի գազ։ Հիմա համայնքի եւ կառավարության համար, այսինքն այդտեղ ենթադրենք կարող ենք հատկացնել 300 միլիոն ճանապարհի համար կամ չգիտեմ 100 միլիոն կամ 50 միլիոն ճանապարհի համար, 30 միլիոն գազի համար։ Բայց դա խնդրեմ է։ Բա համայնքի են մյուս հատվածներում չլուծված խնդիրներ կա, համայնք կարա ասի մի րոպե, բայց այդ 100 միլիոնով ու 20 միլիոնով կարայիք ուրիշ խնդիր լուծենք։ Այս բանի գլխավոր հատակագիծ եւ այլ որ այդքան ասում ենք, սրա համար է կարևոր, բայց հարգելից լավ հասկացանք, բայց հա ժամանակին համայնքը հողը տվել է, օքեյ տվել է, լավ։ Շինթույլտվությունը տվել է, բայց հիմա ասենք մենք ո՞նց լուծենք այդ հարցը։ Այսինքն պատկերացնում եք, չէ՞, բա մի տան հաշվով մենք տանենք 150 միլիոն դրամ ներդրում անենք, մնացած տները կասեն մեր տների հաշվով է 150 միլիոն դրամ ներդրում արեք։ Ավելի լավ է մենք այդ բանը գերակա շահ ճանաչենք, այդ տունը, առնենք տանք, մարդուն ասենք գնացեք միտեղ ուրիշ տեղ բնակարան ձեռք բերեք եւ այլն։ Ավելի ժան կնստի մեր վրա, 3 հատ բնակարան։ Եվ ես հիմա այդ խնդիրը դնում եմ, որովհետեւ համարյա բոլոր մարզպետների հետ կապված մարդիկ նամակ են գրում, ես իրենց նամակ եմ գրում։ Շատ դեպքերում էլ սկի ասում են լավ բան կանենք, կկազմակերպենք, քանի որ վարչապետին դիմելա կկազմակերպենք, հետո գնում եմ տենում, ասենք 1 կիլոմետր այդ մի տան համար բան ենք կառուցի, ասում եմ, բայց սենց չի լինի։ Ես առաջարկում եմ բոլոր տենց դեպքերում կարա կոպիտ հնչի, բայց մարդկանց մենք այդտեղից պետք է էվակուացնենք։ Պետք է գերակա շահ ճանաչենք, փողը տանք 15% պլյուս շուկայական արժեքով, ասենք հարգելիներս գնացեք ուրիշ տեղ տուն առեք։ Որովհետև առավել եւս, եթե այդտեղ գլխավոր հատակագծով պարզվում է, որտեղ թաղամասի կառուցում, հա եթե գլխավոր հատակագծով գիտենք, որտեղ բնակելի թաղամաս է կառուցվելու, հա, էլի արդարացված է, հիմա մեկն է, գիտենք հետագայում եւս 300 տուն լինելու է, բայց եթե տունը մենավոր է լինելու, կներեք, դա վատնում է միջոցների, որ մենք այդքան միջոցը ծախսենք, շատ հարգելի, հա մարդը վատ վիճակում է, բայց ասում եմ, բոլոր այս դեպքերում ես առաջարկում եմ ուղղակի որոշում կայացնենք, այնտեղ որտեղ անտրամաբանական կտրվածություն կա, ուղղակի մարդկանց այդ փողը տանք, առնենք իրանց տանք գումար, ասենք գնացեք ուրիշ տեղ տուն առեք, բնակավայրի ներսում կամ գնացեք կառուցեք, որտեղ այդ գազը եւ այլն կա։ Կարող ենք պայմանավորվել, որ այնտեղ որտեղ հնարավոր է, ձեռք բերված բնակարաններն նայենք, ուրիշ ինչ նպատակի կարանք օգտագործենք։ Չենք կարող օգտագործել, պետք է բան անել, ոչ մի բան չանել, այսինքն պետք է դեմոնտաժ անել, ինչի, որովհետև հաջորդիվ կարա այդ տանը հայտնվի ուրիշ ընտանիք, որը էլի նույն խնդիր առաջ քաշի, որը մեզ համար էլի խնդիր է։